Սպիտակ, չոր, վարդագույն, կիսաքաղցր, կարմիր, Swan Lake Wine Bar, գինու սիմֆոնիա, Տերյան Սայաթնովա Խաչմերուկ, Կարապիլի Ջրամանցի համալիր, հեռախոս 096 35 10 00 Ողջույն հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, լրատվական ռադիոյի տաղավարում իր աշխատանքն է սկսում թարմուղեղով հաղորդաշար, այսօր տաղավարում Աննա Դանիելյանն է, իսկ այսօրվա իմ թարմուղեղն է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։ Բարև ձեզ, պարոն Մարկարով։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար, միշտ հաճելի է լինել ձեր մոտ։ Պարոն Մարկարով, քանի որ դուք առաջին անգամ չեք մեր տաղավարում, ծանոթ եք նաեւ մեր թարմուղեղի ֆորմատին, այդ իսկ պատճառով ձեզ առաջարկում եմ նախ լսենք լրահոսից առանձնացված մեկ լուր, այնուհետև շարունակենք մեր քննարկումը։ Առաջիկայում սպասվող Սարգսյան-Ալիև հանդիպումից ակնկալիքները մեծ չեն, ինչպես նախորդ երկու հանդիպումներից առաջ այս անգամ էլ հակառակորդը կրակահերթի տակ է պահում հայկական դիրքերը։ Քաղաքագետները տարակարծիք են սպասվող հանդիպման վերաբերյալ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը միանշանակ պնդում է, որ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարվի հանդիպումից, միևնույն ժամանակ հստակեցնելով, որ Ռուսաստանին պետք է հասկացնել, որ Ադրբեջանին պարտադրի խաղաղություն, իսկ դա կարող է տեղի ունենալ միայն ուժով։ Կարծում եմ մեր նախագահ պիտի հրաժարվի բացահայտորեն հանդիպումից, հայտարարելով, որ սահմանային գոտում, եթե նույնիսկ մի ավտոմատիկ կրակահերթ լինի, ես չեմ հանդիպելու, ոչինչ չունեմ հետը խոսելու, նրանց վիճակը բոլորի վատանալու են, նկատի ունեմ։ Հանդիպումից հրաժարվելը սխալ քայլ կլինի, ասում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, հավելելով, որ դա կնշանակի միջազգային հանրությանը դեմ դուրս գալ, միևնույն ժամանակ նկատելով. Ես ընդհանրապես համարում եմ, որ Հայաստանի Հանրապետության նախագահան պետք է բավական կոշտ արձագանքի այս հանդիպման ժամանակ եւ համանախագահներին էլ հասկացնի, որ իհարկե մենք պատերազմ չենք ուզում, բայց մենք պատերազմից չենք էլ վախենում եւ եթե պետք եղավ Հայաստանը եւ Արցախը եւս մեկ անգամ կպարտադրեն ադրբեջանցիներին աղերսել խաղաղություն եւ այս անգամ այդ խաղաղությունը ավելի ծանր գնով կնստի ադրբեջանցիների համար։ Այս հանդիպումը կարևոր է հենց նրա համար, որ Սարգսյանը հարց բարձրացնի դադարեցնել Ադրբեջանի ագրեսոր քաղաքականությունը, ասում է քաղաքագետը, հավելելով, որ ադրբեջանական կողմը բացարձակ չի թաքցնում, որ հրադադարի ռեժիմը ինքն է խախտում ստատուս քվոյի փոփոխության համար։ Հայ-ադրբեջանական եւ նաեւ Ղարաբաղ-ադրբեջանական սահմանում անընդհատ պարբերաբար ինտենսիվ կրակոցները շատացնում է Ադրբեջանը, երբ որ բարձր մակարդակով ինչ-որ հանդիպումներ են սպասում, առաջիկայում պետք է լինի Ալիև-Սարգսյան հանդիպումը։ Ինչ կարող ենք ակնկալել այս հանդիպումից, ինչ-որ փոփոխություն մենք կարող ենք սպասել, թե ոչ։ Փորձենք հարցը երկու մասին հայերևի բաժանենք, առաջինը արդյոք իրոք ինտենսիվացվում է ադրբեջանական գործունեությունը հանդիպումներից առաջ եւ երկրորդը ինչ կարելի է ակնկալել պոտենցիալ հանդիպումից։ Ցավոք մենք պետք է արձանագրենք, որ արդեն վերջի 14-16 ամսվա ընթացքում իրավիճակը Ադրբեջանա-Ղարաբաղյան շփման գծում ավելի է թեժանում, հա, այսինքն եթե մենք վերցնենք հուլիսի օգոստոսի իրադարձությունները, այդ թվում նաև հայ-ադրբեջանական սահմանի վրա եւ շարունակությունը անցյալ տարվա ուղղաթիռի միջադեպի հետ, հետագայում իրադարձության լարվածությունը վերջի տարվա ընթացքում, միջինում, այդպես ասենք, կրակոցների թիվի ավելացումը, մենք տեսնում ենք, որ ընդհանուր առմամբ ինտենսիվությունը այս պոզիցիոն դա պատերազմը չի, դեռ բայց պոզիցիոն այդպես ասենք կրակոցների ավելանում է, причем օգտագործվում է արդեն ոչ միայն փոքր կամ սովորական դրամաչափի զենքը, այլ օգտագործվում է արդեն տարբեր տեսակի այլ զենք զինամթերքը եւ վերջի միջադեպը տանկի հետ միայն ցույց է տալիս կամ ապացուցում է, որ լարվածության ընդհանուր աստիճանը կամ ջերմաստիճանը բարձրանում է։ Այսինքն ցավոք նորմալության, այդպես ասենք, լարվածության աստիճանը բարձրանում է եւ նորմալության ցուցանիշը արդեն հաձգության այլ աստիճանն է, դա մեկ։ Երկրորդը ինչ կարելի է ակնկալել նախագահների պոտենցիալ հանդիպումից։ Բացի այն հանգամանքից, որ կողմերը նորից կամ կրկին փոխանակվեն այն դրույթներով, որոնք
ցույց կտան իրենց դիրքորոշման փոփոխության բացակայությունը, դժվար թե կարելի է ակնկալել ինչ որ մի այլ պոտենցիալ զարգացումները։ Պարբերաբար ադրբեջանական կողմը ինչ որ վբրոսներն անում ինֆորմացիոն դաշտ, խոսքը գնում է տարբեր այցելություններից հետո, դրանցից մեկը եղել է ընդհանրենք Լավրովի այցելությունից հետո Բաքու, որ կան ինչ որ նոր առաջարկներ, ցավոք ինֆորմացիան վակուումի կամ շատ սահմանափակ ինֆորմացիայի պայմաններում դժվար թե կարելի է իմանալ իրոք այսպես է թե ոչ, հաշվի առնելով այն պարզ հանգամանքը, որ դեզինֆորմացիայի քանակը, որը դուրս է գալիս ադրբեջանական կողմից, գերակշռում է ինչ որ մի այլ էլեմենտներ, մենք կարող ենք ասել, որ դժվար թե այդպիսի մի բան կա, բայց եթե կա, մենք չենք տեսնում առարկայական ինչ որ մի քննարկման վերաբերյալ ինֆորմացիոն, այսպես ասենք, արտահոսքը։ Ընդհանուր առմամբ, եթե կարճ փորձենք ներկայացնել, հանդիպումը լինելու է, կողմերը կփոխանակվեն դիրքորոշումներով եւ նորից գուցե լինելու են կոչեր կողմերին ստեղծել փոխվստահության ատմոսֆերան, բայց դժվար թե դրանից հետո լինելու է ինչ որ մի գործողություն, որը իրոք նպաստելու է կոնֆլիկտի կարգավորմանը։ Պարոն Մարկարով, կարելի է ասել, որ արդեն Ադրբեջանի կողմից տանկի կիրառումը կարող է վերահսկողությունը իրավիճակի վերահսկողությունը կորցնենք։ Այսինքն նույն Վովա Վարդանովի հետախուզի ասացին, որ մեկ զինվորից եւս կարող է պատերազմ սկսել ու պարտադիր չի, որ կենտրոնից հրամանը լինի։ Արդյոք հնարավոր է նման բան, որ կենտրոնից հրաման չլինի կամ մեկ զինվորից պատերազմ սկսի։ Երբ որ ասում են, որ պատերազմը այդքան լուրջ բան է, որ այն չի կարելի վստահել զինվորականներին, այսինքն այսօրվա վիճակում այդպիսի գործողությունները կարող են մեկ կողմից տարածվեն փոքր մասշտաբով ինչ որ տեղում, բայց լայնամասշտաբ պատերազմական գործողությունները կարող են ծավալվել, ես ենթադրում եմ, միայն քաղաքական որոշման առկայության դեպքում, այսինքն միջադեպերը հնարավոր են, պատասխանը միանշանակորեն լինելու է ամեն մի կողմից, դա տանելու է շղթայական երևի ռեակցիային, բայց ասել, որ դրանից հետո լինելու են ռազմածավալ, միջին ծավալի ռազմական գործողությունները դժվար թե մենք կարող ենք ակնկալել, բայց այն, որ լարվածության աստիճանը ընդհանուր առմամբ եւ հայ-ադրբեջանական եւ ղարաբաղյան ադրբեջանական շփման գծում ընդհանուր առմամբ ավելի մեծ է համեմատած ենթադրենք այն իրավիճակի հետ, որը եղել է 2 տարի առաջ, դա միանշանակորեն այդպես է։ Մենք հիմա չենք գնում դեպի պատճառների վերլուծությունը, ինչու Ադրբեջանը կամ հանդիպումներից առաջ կամ տարածաշրջան այցելություններից առաջ հիշեք Հիլարի Քլինտոնի այցելությունը տարածաշրջան եւ հենց այդ պահին ադրբեջանական ակտիվիզմի դրսևորումները, որը ստացել է համարժեք պատասխանը, պատճառներին չենք անդրադառնում, բայց միանշանակորեն հասկանալի է, որ լարվածության ընդհանուր ֆոնը ավելի մեծ է, քան թե այն եղել է 2-3 տարի առաջ։ Պարոն Մարկարով, եւ զրուցում էի մեկ այլ քաղաքագետի հետ, նշեց, որ հնարավոր է, որ Սերժ Սարգսյանը հրաժարվի հանդիպումից։ Արդյոք ճիշտ կլինի, մեր կողմից ճիշտ կդիտարկվի, եթե հանդիպումից օրինակ Սերժ Սարգսյանը հրաժարվի։ Արդյոք դա միջազգային այս կառույցին Մինսկի խմբի համանախագահներին դեմ չի լինի։ Ես չգիտեմ ինչ նկատի ունեք ասելով Մինսկի խմբի դեմ է լինելու, առաջի հերթին ցանկացած այդ նյութի հանդիպումները նրանք ծառայում են Հայաստանի եւ հայկական կողմերի շահերին, այսինքն եթե խոսքը գնում է հանդիպման մասին, որը նպաստելու է մեր դիրքերի ուժեղացմանը, եթե խոսքը գնալու է դրա մասին, որ միջազգային հանրության աչքերի մեջ Հայաստանը շարունակելու է հանդես գալ որպես վստահելի գործընկեր, որը ոչ միայն հրճակում այլ նաև de facto պատրաստ է խնդրին անդրադառնալ եւ լուծումները գտնել խաղաղ կարգավորման շրջանակներում, այդպիսի հանդիպումները ծառայում են հենց այդպիսի նպատակներին։ Եթե դուք հրաժարվում եք հանդիպմանը, կարող է դա լինի պայմանավորված ինչ-որ ֆորս մաժորային իրավիճակներով, բայց տվյալ պարագայում մենք տեսնում ենք, որ խոսքը չի գնում ֆորս մաժորի մասին, խոսքը գնում է լարվածության ընդհանուր բարձրացման մասին, որը կարող է ստանա իր լուծումը այդ նաև նախագահների հանդիպումների ժամանակ, վերհիշեք օրինակի համար նույն հուլիս-օգոստոսից հետո նախագահների հանդիպումը, որտեղ մեդիատորի դերում հանդես էր գալիս Ռուսաստանի իհարկե ներկայացուցիչը, Սոչիում տեղի ունեցած հանդիպումը, լարվածության աստիճանը նվազեց այդ ժամանակ, այսինքն մենք տեսնում ենք, որ դրանից առաջ ավելի ակտիվ չէր սահմանում։
Հենց այդ եմ ասում, հուլիս-օգոստոսին լարվածություն էր, դրանից հետո նախագահները հանդիպեցին, այդ թվում նաև լարվածությունը իջացվեց այս հանդիպումից հետո։ Խոսքը չէր պլանավորված հանդիպման մասին այդ ժամանակ խոսքը գնում էր հանդիպման մասին, որը կազմակերպվեց այդ թվում նաև լարվածության վազեցման նպատակով։ Ադրբեջանը ինչ եք կարծում, ինքնուրույն է գործում, թե ունի հովանավորներ, մասնավորապես իր մեծ եղբայրը Թուրքիայի հովանավորությամբ։ Մեկը մյուսին բացարձակապես չի խանգարում, այսինքն այսօր երբ որ Ադրբեջանը գործում է ինքնուրույն լարվածության աստիճանը բարձրացնելով եւ փորձելով տեղափոխել ուշադրությունը ներքին խնդիրներից դեպի ճակատը, դա մեկ բան է, երկրորդը մի մոռացեք նաեւ Չաուշօղլուի հայտարարությունները Բաքվում, որ Թուրքիան նպաստելու է օժանդակելու է Ադրբեջանին այս կամ այն հարցի լուծումը գտնելու մեջ, կամ դրա մասին ինչին անդրադարձել է այսօր Ռուսաստանի ԱԳՆ-ի խոսնակը, երբ որ խոսք գնում է դրա մասին, որ Թուրքիան հրագրում է Ադրբեջանին ինչ-որ մի գործողություններին, բայց պարզը որ Ադրբեջանը, այսպես ասենք, կարիք չունի այդպիսի օժանդակողներին, որովհետև նրանք էլ պատրաստ են իրականացնել այդպիսի գործողությունները, դա հասկանալի է, տակտիկական ինչ-որ քայլեր, ռազմավարական հաղթանակը նրանք դրա միջոցով բացարձակապես չեն կարող գործել կամ ակնկալել, որ դա տեղի կունենա։ Եվ վերջին հարցը այս թեմայի հետ կապված, պարոն Մարկարով, փաստացի դուրս է գալիս, որ Ադրբեջանը այսպես թե այնպես պատերազմ չի սկսի, որովհետև դա իրեն էլ ձեռնտու չէ։ Ուրեմն ինչ խնդիր է լուծում։ Գուցե ներքին հասարակությանն է փորձում համոզել, որտեղ են ծախսվում այդ միլիարդավոր դոլարները, ինչու է զենք ձեռք բերվում կամ չգիտեմ, ինչ է փորձում։ Մի մոռացեք, որ զենքը ձեռք էր բերվում այն պայմաններում, երբ որ մեկ բարելիկին է եղել է $80 կարգի, այլ ոչ թե այն պայմաններում, երբ որ մեկ բարելիկին էժան բարել այսօր արժի մոտավորապես $20, WTI կամ Brent-ը 35-37 կարգի, այսինքն այս զենքը գնված է կամ պայմանագրերը կնքված են եղել բացարձակապես այլ տնտեսական պայմաններում, այսինքն արդարացման հարցը ստեղ այս իմաստով չկա, չնայած կոռուպցիայի աստիճանը Ադրբեջանում հայտնի է եւ երկիրը հայտնի է դրա, այդպես ասենք, չեմպիոն լինելով այս ոլորտում, բայց հարցը նաև դրա մասին է, որ Ադրբեջանը փորձում է պահպանել լարվածությունը նաև դրա համար, որ չի մոռանան, այդպես ասենք, որ գոյություն ունի այս կոնֆլիկտը, գաղտնիք չի, որ այսօր ուշադրությունը միջազգային հանրությամբ վերածված է եւ դեպի Ուկրաինա, եւ դեպի ռուս-թուրքական հարաբերությունները, եւ դեպի Միջին Արևելքը, մեծ Միջին Արևելքի դերում կամ մասում հանդես է գալիս նաև Հայաստանը, բայց խոսքը գնում է բնականաբար ոչ թե հայ-ադրբեջանական հարաբերությունների, այլ Սիրիայի շուրջ, այդպես ասենք, զարգացող իրադարձությունների մասին։ Ուշադրություն դարձրեք օրինակի համար Քերի Լավրով հանդիպման ժամանակ 3 հիմնական խնդիրները, ըստ էության, որոնք ձևավորում այսօրվա արտաքին քաղաքական օրակարգը կամ դրա գերակայությունը հիմնական տերությունների համար սիրիական հարց եւ պայքարը ISIS-ի դեմ, Մինսկի համաձայնագրի կյանքի կոչելը, ուկրաինական ճգնաժամը եւ ռուս-թուրքական հարաբերությունների պոտենցիալ զարգացումները, այսինքն ինչպես տեսնում եք Ադրբեջանը Ղարաբաղյան հարցը այնտեղ չկա, Ադրբեջանին դա որոշ իմաստով ձեռք չի տալիս, նրանք փորձում են վերել ուշադրությունը նաեւ այս հարցին, միջոցներից մեկը դա իրավիճակի սրումն է։ Պարոն Մարկարով, շարունակենք մեր քննարկումը, երկրորդ թեման, որ առանձնացրել եմ, վերաբերվում է Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության լուծարմանը։ Ադրբեջանում կանխվել է պետական հեղաշրջման փորձ։ Նախորդին Իլհամ Ալիևի հրամանագրով երկրի ազգային անվտանգության նախարարության լուծարվելը պայմանավորված էր դրանով։ Լրատվական ռադիոյի հետ զրույցի ժամանակ ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։ Ես ավելի շատ կարծում եմ, որ Էլդար Մահմուդովի գանգեցանելը եւ 2 տասնյակից ավել ազգային անվտանգության պաշտոնյաների ձերբակալումը, նրանց մեջ նույնիսկ գեներալներ կան, կապված էր ավելի մեծ մասշտաբի հանցագործության պատրաստման հետ եւ այդ հանցագործությունը իմ կարծիքով pedagogan հեղաշրջման փորձն էր։ Համբարյանի խոսքով լրատվական տարբեր աղբյուրներից արտահոսքեր կան այն մասին, թե ազգային անվտանգության նախարարության ղեկավար Էլդար Մահմուդովը Ադրբեջանը բերել 16 միլիարդ եվրո, որը պետք է օգտագործվեր պետական հեղաշրջում իրականացնելու
համար։ Ես գտնում եմ, որ ավելի շատ այս գերատեսչության ոչնչացումը բարիփուն իմաստով կապված էր հենց pedagogan հեղաշրջման փորձի հետ, որը բացահայտվեց եւ եթե որևիցե շնամու հետ հաշվեհարդար են տեսնում, ապա հաշվեհարդար են տեսնում լիակադար։ Համբարյանի համար կասկածելի է պաշտոնական Բաքվի տարածած այն հաղորդագրությունը, թե Էլդար Մահմուդովը, որը 2004 թվականից ղեկավարել է այդ կառույցը, հանցախումբ է ստեղծել եւ դրա միջոցով սպանություններ է իրականացրել, 100 հազարավոր դոլարներ է կորզել, իսկ Ալիևը դրա մասին նոր է իմացել եւ շտապել է տեղեկացնել հասարակությանը։ Նկատենք, որ կառույցի լուծարումից հետո Ադրբեջանում ստեղծվել է 2 նոր կառույց՝ արտաքին հետախուզության եւ պետական անվտանգության ծառայությունը։ Նորաստեղծ 2 ծառայությանը հանձնարարվել է 1 ամսում ստեղծել ու ներկայացնել կառույցների, կառուցվածքի ու աշխատակիցների հաստիկների նախագծերը։ Համաձայն եք պարոն Համբարյանի կարծիքի հետ, արդյոք Ադրբեջանում հեղաշրջման փորձ է կանխվել։ Ադրբեջանը հայտնի է տարբեր հեղաշրջումների պատմությամբ 90-ականների սկզբին, նույն Ալիևի Հեյդարի մասին է խոսքը գնում իշխանության գալը, դա այդ թվում նաև պետական հեղաշրջման արդյունքներից մեկն է եղել։ Պատճառները տարբեր են, այսինքն տարբեր փորձագետներ, որոնք զբաղվում են Ադրբեջանով նշում են տարբեր պատճառներ, թե ինչով կարող է լինի պայմանավորված այն, որ ծառայությունը բաժանվում է 2 մասերին եւ ղեկավարը պաշտոնանկ է արվում, բացի մաքուր կամ զուտ քաղաքական վարկածից, իսկ դա ընդհանրապես վարկածն է երևի, որտեղ դեռևս ապացուցված չի, իսկ պլյուս Ադրբեջանում կամ ադրբեջանական իշխանությունների կողմից բերված ապացույցները դեռ ապացույցի կարիք ունեն, դա առանձին պատմություն է, բացի այս քաղաքական վարկածից կա նաեւ տնտեսական վարկած, որը պայմանավորված է դրանով, որ անվտանգության նախկին տերը իր բարեկամների հետ որոշակի ֆինանսական գործողությունների մեջ է մտել, որը ազդեց այդ թվում նաև մանաթի անկայունության վրա, որ ինքը փորձում էր մտնել ինչ-որ բանակցությունների հետ, թուրքական միլիարդատերների հետ եւ ազդել Ալիևի վրա, որ իրեն նշանակեին վարչապետ, այսինքն վարկածները շատ են, բայց մի բան կարելի է հիշել, այս բնույթի վարչակարգերում, հասալթանիստական բնույթի վարչակարգերում, անձնավորված բնույթի վարչակարգերում անձնական հավատարմությունը, անձնական վիրվածությունը սուլթանին, առաջի դեմքին շատ անգամ հանդես է գալիս որպես հիմնական արժեքը այս կամ այն պաշտոնյայի կորցնելով կամ ցուցաբերելով անհրաժեշտ լոյալությունը առաջի դեմքի նկատմամբ, դուք կորցնում եք այդ թվում նաև ձեր պաշտոնները եւ պաշտոնից բխող բոլոր բարիքները։ Կարող, այսինքն մենք ունենք վարկածների, այդպես ասենք, շղթա կամ վարկածների շարքը, որը չի բացառում մեկը մյուսին, այսինքն մեկը մյուսի հետ կարող են գործել, բայց ասել, որ դրանցից մեկը կամ դրանցից բոլորը իրավունք ունեն գոյություն ունենալ, որն է ավելի ճիշտը, դա այլ հարցն է եւ դժվար մենք կարողանանք հիմա իմանանք որն է իրականությունը, բայց բոլոր դեպքերում հասկանալի է մի բան, որ Ադրբեջանը նաեւ դժգոհություն է հայտնում հետախուզական ծառայության որակից, որը ինչպես մեկնաբաններից մեկը նշել, անվտանգությունը վերափոխվել է այնտեղ սովորական OBХSS-ի գործառնությանը, այսինքն նրանք զբաղվում էին շորթումներով, նրանք զբաղվում էին տնտեսական ռեկետով, այլ ոչ թե այն գործողությամբ, որով պետք է զբաղվի անվտանգային, այդպես ասենք, ծառայությունը։ Արդյունքում նրանք վերաձևափոխում, վերաֆորմատ են փոխում անվտանգության ծառայությանը, ստեղծում են հետախուզական ծառայությունը եւ ըստ էության հակահետախուզական, ներքին անվտանգային ծառայությունը, այդպիսի մոդելները կան, նույն CIA, FBI-ի հիշեք, կամ ռուսական տարբերակը հիշեք, որտեղ կա արտաքին հետախուզությունը, SVR-ը եւ ներքին, այդպես ասենք, FSB գործող ծառայությունը, այդպիսի մոդելներ աշխարհում կան։ Տվյալ դեպքում պարզ է, որ խոսքը գնում էր այդ թվում նաև նոր մարդկանց աբոյմայից հանելու եւ ներկայացնելու որպես ծառայության պետերին, արդյոք նրանք կարողանան լուծել իրավիճակը, դա Ադրբեջանի խնդիր է, ինչքան ավելի վատ այնտեղ, այդքան ավելի լավ մեր համար։ Եվ բացի տնտեսական քաղաքական վարկածներից կա եւս մի էլեմենտ, երբ որ խոսքը գնում է դրա մասին, որ Ադրբեջանը չի վերահսկում այդ թվում նաեւ իսլամիստներին, որոնք վերադառնում են կամ դրա մասին, որ ծառայության մեջ ինֆիլտրացիա կատարեցին մարդիկ, որոնք կապ ունեն ֆունդամենտալիստների հետ։ Վերջին հարցս, պարոն Մարկարով, ռուս-թուրքական հարաբերությունների սրումը որքանով կանդրադառնա նաեւ մեզ վրա, Ղարաբաղյան հարցի կարգավորման վրա։
Մեկ կողմից իհարկե հասկանալի է, որ Ռուսաստանը եւ Հայաստանը հանդես են գալիս որպես մեկ ռազմաքաղաքական դաշինքի մաս, հապկի մասին է խոսքը գնում։ Մյուս կողմից մենք չենք տեսել ոչ մի հայտարարություն, բացի մեկ-երկու հայտարարությունների, այդ նաև եթե չեմ սխալվում պաշտպանության նախարարի, որոնք վերաբերվում էին Հայաստանի դիրքին այս պայմանների մեջ, հասկանալի է, որ ռուս-թուրքական այս գործողությունները կամ փոխհարաբերությունները ճակատը հիմնականում Սիրիայի շուրջ են, թուրք-սիրիական սահմանի վրա են, բայց այն հանգամանքը, որ Թուրքիան պարբերաբար ցույց է տալիս իր փոխհարաբերությունները կամ վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, այդ թվում նաև թուրք-հայկական սահմանի վրա եւս գաղտնիք չի, օրինակի համար շատերը փորձում են վերհիշել միջադեպերը թուրքական ուղղաթիռների հետ, որոնք անցել են սահմանը։ Մյուս կողմից կա ձևաչափը թուրք-ադրբեջանական հարաբերությունների, որը կարող է անդրադառնալ, բայց Ադրբեջանը, ինչպես նշեցինք հաղորդման մեկ այլ մասում, գործում է այդ պարագայում ավելի շատ իր շահերից բխելու, իր շահերից, այլ ոչ թե Թուրքիայի գործընկեր երկրի կողմից, այսինքն մենք գիտենք, որ նույն հարաբերությունները, որոնք կային Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, մասամբ նաեւ զոհ են գնացել թուրք-ադրբեջանական հարաբերություններին, այսինքն այս տարածաշրջանը շատ հետաքրքիր է այս փոխհարաբերություններով։ Արդյունքում այն ինչ որ մենք ունենք հայ-թուրքական հարաբերությունների մեջ, դրանց ավելի վատ դժվար թե մենք կարող ենք պատկերացնել։ Չնայած պարզ է, որ ավելի վատ կնշանակի նաև տնտեսական ակտիվության բացակայությունը, որը բոլորս գիտենք, աղտնիք չի, տեղի է ունենում եւ Թուրքիան հանդես է գալիս որպես պարտներներից մեկը հայ գործարարների համար։ Քաղաքական տեսանկյունից, դիվանագիտական տեսանկյունից պարզ է, որ ոչ մի առաջընթաց այդտեղ սպասել հնարավոր չի, ինչ որ վերաբերվում է անմիջական շփումներին, առայժմ դրանց մասին էլ խոսքը չկա եւ վերջապես թուրք-ռուսական հարաբերությունները այսօր պայմանավորված են այնպես կոչված 3 պայմաններով, որոնք ռուսական կողմը առաջ է քաշում Թուրքիայի առջև, ներողություններ ներկայացնելը, փոխհատուցան ներկայացումը եւ պատիժը այն մարդկանց համար, որոնք իրականացրել են այս հանցագործությունը։ Պարզ է, որ թուրքական դիրքորոշումը էականորեն տարբերվում է այսօր Ռուսաստան դիրքորոշումից, չնայած հետաքրքիր զարգացումները հնարավոր են, եթե ուշադրություն դարձնեք Քերին 3 եղել է Մոսկվայում, իսկ բանակի բարձրաստիճան ներկայացուցիչը մեկնել է Թուրքիա, այսինքն պարզ է, որ այս փոխայցելությունները եւ թեմաները, որոնք քննարկվում են, իրար հետ փոխկապակցված են։ Հիշեցնեմ, որ լրատվական ռադիոյի եթերում թարմուղեղով հաղորդաշարն էր, տաղավարում ձեզ համար աշխատեց Աննա Դանիելյանը, իսկ այսօրվա իմ թարմուղեղն էր քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։ Հաջողություն։